Ասում եմ մենք մեծացել ենք առանց պամպերսների, ծերանանք էլ առանց պամպերսների։ Պատկերավոր է, թող մնա։ Աշխարհը ծերանում է, մեր երկիրն էլ բացառություն չի, խնամողների պակաս կա եւ լինելու է։ Եվ աճելու է։ Այո, ժամանակակից գիտությունը առաջարկում է խնամող ռոբոտներ, զբաղեցնող ռոբոտներ, ինչ եք կարծում, դա կարող է լուծում լինել։ Ես հիմա կասեմ, սենց ասեմ, սայփական կարծիքս իմ նա ես որ գուցե պաշտոնապես իրավունք չունեի դա ասել, բայց ես այդ արհեստական բանականությանը սենց ասեմ շատ մեծ տեղ չեմ, չնայած ես հիմա զբաղվում եմ արհեստական բանականության ներդրումը բժշկության մեջ, որտեղ ես հասկանում եմ, որ երևի առանց դրա պետք չի լինի, բայց ես չեմ ուզենա, որ իմ բաժակ տվողը լինի ոչ թե իմ որդին, այլ ինչ-որ մի հատ ռոբոտ։ Բայց պարոն պրոֆեսոր, երեխաներին ունենալ, պահել, հետո մի բաժակ ջուր տալու համար ասում են, որ այս մոտեցումն էլ հնացած է, ինչ է կարծում։ Ոչինչ պարտավոր չեն երեխաները, օրենքով պարտավոր են։ Նույնիսկ ալիմենտ են պարտավոր վճարել ծնողին։ Բայց բարոյական տեսակետից մենք ամբողջ խնդիրը նրանում է, որ տեխնիկան ավելի արագ է զարգանում, քան մեր ուղեղը, մեր բարոյականությունն է փոխվում, ու մեզ թվում է, թե մենք փոխվում ենք, բայց մարդիկ մնում են մարդ։ Բոլորը նույն ցավերով, նույն ձևի ցավում մեր գլուխը, ատամը, ոնց որ 10,000 տարի առաջ, ոնց որ 100 տարի առաջ, հիմա նույն ցավերն է մարդը քաշում։ Եվ ասել, որ գիտեք ինչ, հիմա ռոբոտը քեզ կօգնի կամ կողքինդ քեզ պետք է չօգնի, կամ ամեն ինչ պետք է։ Մենք շատ բան ենք փոխում շատ արագ, բայց ոչ մեր ներսում։ Հետաքրքիր բան եք ասում, ռոբոտների դերը, որ արդեն կիրառել են նաև հայ ծրագրավորողները Ռոբին ռոբոտին, Նորքի տուն ինտերնատում նաև մեր կազմակերպության հետ փորձարկեցինք, իմաստը այն էր ուրախացնելու, զրուցելու, նույն պատմությունները դարես մարդիկ հաճախ պատմում են, այն դեպքում, որ կատակում էին, որ մինչև որ արդեն լիցքավորումը կավարտվի, բայց մարդը կարող է գուցե համբերություն չունենալ նույն պատմությունները լսել, այդ առումով եւ դեղերը հիշացնելու, որոշակի փոփանքի առումով գուցե կարող է խնամատարներին աջակից լինել, ես այսպես եմ կարծում։ Ամբողջ, գիտեք ինչ, չինացիներն ասում են ամեն ինչ լավ է չափի մեջ, նույնիսկ չափավորությունը, հա։ Ուրեմն չափի մեջ, եթե ռոբոտը պետք է ինչ-որ բան նշան տա, որ արդեն ժամն եկել է, այս ինչ դեղը պետք է խմես, կամ այդ դեղը մատուցի, ես ընդունում եմ լրիվ։ Կամ իր երաժշտությունը միացնի, կամ ֆիլմից հատված, խաղեր։ Ես դա հասկանում եմ։ Բայց մարդուն ականջա պետք, ոչ թե ռոբոտա պետք, հա, թարմ ականջ խոսքը։ Եվ հենց այստեղ է, որ ես արդեն ասեցի, որ հասարակական կազմակերպությունները, այդ վոլոնտյորները, կամավորները, երիտասարդ կամավորները, դրանց պետք է ներգրավել, ընդգրկել։ Ես չեմ կարծում, որ երբևիցե բանականությունը, ռոբոտները, համակարգիչները կգան փոխարինելու հումանիզմին, մարդասիրությանը, որոշ կհեշտացնենք, ոնց որ բոլոր գործիքները հեշտացնում են մարդու առօրյան մնացած բանը, լիարժեք չեն փոխարինի, կդառնան աջակից, ես հասկանում եմ։ Մի հատ բան կա, այսպեսի ասացած, ասում բանը համակարգիչը երբեք չի փոխարինվի մարդուն, որտեղ դու միշտ անգլերեն պետք է ասեմ, ասում համակարգիչին կասես shut up, մարդուն կասես shut up, բանին կասես shut down, տարբերությունը միշտ կմնա, էլի։ Հետաքրքիր է առողջության համապարփակ ապահովագրության սպասվող բարեփոխումը։ Արդյոք նաև կյանքի վերջի ամոքիչ խնամքի այս պարագայում օգնություն կլինի ընտանիքներին։ Եկեք սպասենք տեսնենք, հա։ Որովհետև ես լավատես չեմ, որովհետև այդ փոփոխությունները ծրագրավորվել են, ես իմ առաջի կարծիքը տվել եմ երևի 2007 թվականից սկսած անընդհատ ինչ-որ թղթեր են ուղարկել, մենք էլ արձագանքել ենք, ամբիոնը գրել է պատաս, բայց տեղից դեռ չի շարժվել։ Կարծես շատ մոտ ենք, պարոն պրոֆեսոր։ Մենք շատ մոտ ենք 2 տարի առաջ նաև, 26 թվականին 25-ին պիտի սկսենք, 26-ին պիտի սկսենք, հիմա 27-ին պիտի սկսենք, հետո 27-ը գա տեսնենք սկսում ենք թե չէ։ Ես ճիշտն ասած, հետո ես ասեմ, այն ինչ որ ասվում է,
հետո չի կարողանում նույն այնտեղ կան շատ օբյեկտիվ իհարկե պատճառներ որ չեն կարողանում այդ թվում եւ ֆինանսական եւ կադրային ռեսուրսներ եւ այլն հա բայց երբ որ մի փոքր մասն են ասացի անում նրանք ամբողջ գաղափարն են վարկաբեկում հասկանում եք ծրագիրը էֆեկտիվ է երբ որ ինքը լրիվ աշխատում հա դրա համար սպասենք տեսնենք ծրագրավորված է որ պիտի օգնի միանշանակ բայց ռեալը չգիտեմ չեմ կարող ասել փորձառությունից զգուշավոր եք կա բան որ չհարցրեցի այս թեմայով պիտի ավելացնեք շնորհակալ եմ որ հրավիրեցիք շնորհակալ եմ որ թույլ տվեցիք կիսվել շատ բաներ ցավոտ եմ ես ինքս ընդունում նաև եւ անձնական փորձից եւ արդեն ես էլ 60 պլյուս եմ մի բան էլ ավել եմ ես հասկանում եմ խնդիրները ոչ միայն տեսականորեն այլև նաև ուղղակի ցանկանանք առողջ ծերացում հա այդ երանելի բան է այո առողջ ծերությունը սա իմ համար շատ մի քիչ անսպասելի բայց շատ հաճելի ուրեմն իրադարձություն է որովհետև մի բան է ուսանողների հետ շփվել մի բան է ուրեմն հետազոտություն անել մյուսը հնարավորություն ունենալ շփվել մարդկանց հետ դիմել այն մարդկանց որոնց համար մենք աշխատում ենք հա հանրային առողջության առողջապահության այո լայն զանգվածներին մեր խոսքը Պարոն Թադևոսյան, այսօր մենք խոսելու ենք մեծահասակների մասին, այն ծրագրերի համար, այն կոնկրետ ծրագրի համար, որ ուղղված է եւ դեմենցիա ունեցող մարդկանց, Ալցհեյմերի հիվանդություն եւ նաեւ պալիատիվ խնամքի, այսպես ասենք, հասցեատերերին եւ նրանց ընտանիքի անդամներին խնամատարեն։ Ինչ ծրագրի մասին է խոսքը, ինչ դրամաշնոր է, ինչ եք իրականացնում, երբ եք սկսել, ինչ նպատակներ ունեք։ Ուրեմն սա Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, սպորտի, մշակույթի նախարարության ծրագրերն են, թեմատիկ ֆինանսավորման ծրագրերն են 3 տարվա։ Մենք դիմել էինք 25-27 թվականների համար է հաջողվել է, ես ասեմ, սա շատ ուրախալի բան էր, որտեղ սա նաև հրաշալի բացի որ մենք գիտություն ենք անում, սա նաև հրաշալի հնարավորություն է երիտասարդ ամբյոնի աշխատակիցներին ներգրավել հետազոտության մեջ, ներգրավել հանրային, այսպես ասած, խնդիրների բարձրաբանման, լուսաբանման եւ գնահատման։ Ծրագրի նպատակը պարզել ծանր նեյրոդեգեներատիվ հիվանդություններով տառապող պացիենտների եւ նրանց ընտանիքի անդամների կյանքի որակը, բացահայտել նրանց կարիքները այն բացթողումները, որոնք գոյություն ունեն, որովհետև մենք բոլորս հասկանում ենք, գիտենք, որ նրանց կյանքի որակը շատ է խախտված, շատ ծանր ընտանիքի վիճակը, այդպիսի ծանր հիվանդներ ունեցող ուրեմն ընտանիքներում, բայց միջև դա չի չափվում, չի դասակարգվում, չի գնահատվում, դա խոսակցություններ են եւ լուրջ ծրագրեր ինտերվենցիոն ծրագրեր ազդելու ուրեմն այդ խավի վրա այդ շերտի այդ մարդկանց վրա հնարավոր չի, որտեղ այստեղ պետք է ճիշտ ռեսուրսները բաշխել, հստակ հասկանալ որտեղից է գալիս ամենամեծ այսպես ասած բեռը ընտանիքին, հա, դա հոգեբանական է, դա ընկճախտն է, դա ցավ է, դա սոցիալական զրկվածությունն է, որին ենթարկվում են այդ տիպի հիմնականում խնամողները, պացիենտները եւ ստիպված խնամողները, որտեղ շատ հաճախ խնամողները ստիպված են լինում, նու եթե ոչ լքել լրիվ աշխատանքը, այսպես ասած թեթև ռեժիմի անցնել, որպեսզի կարողանան եւ տունը աշխատեն, տունը խնամեն եւ աշխատանք ինչ որ ձևի պահպանեն ընդհանուր առմամբ առողջապահությունում ամենտեղ ուրեմն ռեսուրսները սահմանափակ են բոլոր մակարդակներով դա լինի պետական մակարդակ, համայնքային թե անհատական ընտանեկան մակարդակ եւ որպեսզի կարողանանք առավել արդյունավետ այդ ռեսուրսները ծախսել եւ մինիմալ ծախսերով ստանալ մաքսիմալ հնարավոր արդյունք պետք է հասկանանք որտեղ ու ճիշտ ենք մենք ծախսում թե չէ
Դրա համար պետք է ամեն ինչ ուսումնասիրվի, չափվի, չափագրվի, այդ թվում վիճակագրական վերլուծության ենթարկվի, որտեղ այդ ինտուիտիվ մոտեցումները դե հա գիտենք էլի մարդը մեծացել է, խելքը թրծրել է, պետք է մի ձևի յոլա տանել, դա էլ մոտեցում է, բայց դա ասում են քանի ընտանիքի դրանը չի չոքել խնդիրը, դա հեշտ է ասել, բայց երբ որ այո, իսկ մեր աշխատանքի հիմնական նպատակը լինելու է գնահատել այդ իրավիճակը, հասկանալ որտեղ են ամենամեծ բացերը, որտեղ ինչ կարելի է անել եւ դուրս գալ առաջարկություններով